Եթե այսօր միջազգային բեմահարթակին վրա բարձ է որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանն են, որ ամենեն ավելի կդիրաբեդեն, բայց լա Եվրոպական միությունը ինչ որ չափով Ռուսիան, բայց նաեւ Հնդկաստանը ունին իրենց ներկայություն միջազգային բեմահարթակին վրա։ Անցումի ժամանակաշրջանը նոր չէ որ կսկսի։ Անցումի ժամանակաշրջանը սկսավ այն բահեն, երբ հարստության ստեղծումը դեղափոխվեցավ դեպի խաղաղական օվկիանոսի տարածաշրջան, այսինքն երբ Հնդկաստանը եւ Չինաստանը սկսան դառնալ ուրեմն տնտեսական զարգացման աճի, ուրեմն գլխավոր աղբյուրները։ Այս խոսքը կվերապերի 20-րդ դարու վերջին եւ 21-րդ դարու սկիզբին։ Մինչ այդ դիրաբեդող էր ուրեմն մեկ բնորդ բաղ պատերազմի ավարտին հաստատված այն հասկացողությունը, որ ազատ շուկայական հարաբերությունները եւ ժողովրդավարական ուրեմն համագարկը իրարու փոխ լրացուցիչ են եւ այդ մեկն էր որ պիտի դիրաբեդեր աշխարհի մեջ։ Անկախ այն իրողություններն, որ երկուքն ալ կմնան շատ կարևոր գործոններ, այսօր նաեւ կան զարգացման դարբերակներ, որոնք այդ բացարձակությունը երկու մոդելներուն հարցականի տակ կտնեն առնվազն։